Ամերիկա, Վիետնամ, պատերազմա, վերտալյոտը ցածր սենց թռնելով, գնաց թշնամու կողմը, ընդեղից խփին գցին, բազուկայով վերտալյոտը գցին, 3 զինվոր, մեջը վիրավոր ընկած, մի հատ մեծ դաշտա, տարբեր կողմերից դիտարկվում է, սնայպերները աշխատում են, դեշեկան փրթում մաղում է, մոծակ չի կարա թռնի, խրամատի մեջ մի հատ զինվոր նայում է ժամին, չգիտեն սրանք ոնց ոչ այն կողմից հա թշնամուն կարում է մոտենա, սրանք խփում են չեն թողում, ոչ էլ ստեղից վաբշե անհնար է մոտենաս վերտալյոտին, մի քանի 100 մետր պետք է վազես, դու չես հասնի, մի հատ զինվոր էլ է նայում ժամին, երկու կողմից կրակները, 3-րդ անգամ նայում է ժամին, հրացանը գցում է ժողովուրդ, հելնում բոյ կանգնում է, ու վազում է դեպի վերտալյոտը, հետևից ինչ ասես չեն գոռում, հիմար, ուր ես վազում է վերտալյոտ, բացում է, վիրավորին դնում է ուսերին, վազում է հետ, գցում է խրամա, չել մտնում, 2-րդ անգամ է վազում, 3-րդին հանելուց ժողովուրդ ընդեղից արդեն գրուպը զախված է չի նայում էլ, գալիս են վազելով, որ սրան խփեն գցեն, գոնե վիրավորեն, էսի 3 հոգու վարված վերտալյոտից հանում է, վերջում նոր խփում վերտալյոտը տրաքցնում են, բայց արդեն ինքը հանած ալնում մեջից, վազում, գցում է իրան խրամատ, մի քանի օրից սաղ զորքը հավաքվում է, բարձր աստիճան պաշտոնյաները, գեներալները գալիս են, ամերիկացիք, այս ասում է, տղա ջան, պատերազմի օրենքներով դու գոնե պետք է առաջի անգամ վիրավոր լինեիր, 2-րդ անգամ ծանր վիրավոր լինեիր, դու 3-ին հանեցիր վարված վերտալյոտից ու մի հատ ցառապկա չունես, քերզվածք չունես, ես ինչա կատարվում, ով ես դու, երբ որ Աստված քեզի խիստ բարձրացնում է, էդի քո հատուցման օրն է, դու պիտի այդտեղ ասես, այս զինվորը չի վախենում, ասում է, պարոն գեներալ, ես քրիստոնյա ընտանիքից եմ, իմ մաման հավատացյալ է, բանա գնալուց, ասեց տղա ջան, ես ամեն օր ժամը 9-ին քո համար աղոթ կանեմ, վերտալյոտը որ խփին գցին 9 չկար, ես նայում էի ժամին, հենց տեսա ժամը 9-ն է, ես գիտեմ, մամայի աղոթքը թիկունքս պահում է, զենքը գցեցի ու վազա դեպի վերտալյոտ ընկերներիս հանեմ, ծաղ բանակը քար լռություն, մաման Հիսուսին աղոթք անում, Հիսուսը թիկունքս պահում է,